Ոտնամանները հարգալից շեմքի կտորին մաքրելով մտնում, ժպտալով բայց դառնացած դուրս է գալիս քննչական կոմիտեից Հայր Ռուբենը։ Ժողովրդավարության թիկնոցով հիմա մենք ապրում ենք չեքիստական բոլշևիկյան երկրում։ Նա մեկն է այն 3 հոգևորականներից, որոնք այսօր քննչական են ներկայացել իբրև վկա պատասխանելու հոկտեմբերի կեսին պայթած գաղտնալսման սկանդալին վերաբերող հարցերի։ Խնդիրը քննիչը չէ։ Խնդիրն այն է, որ մեր երկրում սահմանադրականությունը խախտված է։ Ուզուրպացիա է տեղի ունենում։ Այդ գործընթացն եմ ես նկատում։ Կենտրոնացում սահմանադրության կոպտագույն խախտումներով։ Ինչ պետք է հարցը։ Հոկտեմբերի 17-ին տարածված գաղտնալսումը վերագրվում է Նաթան arքեպիսկոպոս Հովհաննիսյանին եւ կաթողիկոսի նախկին գավազանակիր աղա Նաբեղա Երնջակյանին։ Հավաքների մասին են խոսում։ Ըստ հրապարակումների խոսակցությունը տեղի է ունեցել 2 տարի առաջ։ Զրույցում ավելի ուշ կարգալույծ արված Աբեղան մեղադրում է կաթողիկոսին իրեն հակաիշխանական ցույցերին մասնակցել հարկադրելու համար։ Սրան առնչվող քրեական բարույթը նոր չէ։ Կաթոլիկոսը ինձ ասում է ընտանիքի անդամներին ինչի չես վերցնում գնաս միտինգ անես Նիկոլի դեմ։ Բայց այսօրվա հարցաքննությունները նույն ձայնագրության հիմքով հարուցված մեկ ուրիշ գործի են վերաբերում։ Հոգևորականների նկատմամբ կարգալույծ լինելու որոշումներ են կայացվել։ Իբրև դա խտրական վերաբերմունք է, ենթադրում եմ, որ դա է։ Փաստաբանների պարզաբանմամբ կաթողիկոսի նախկին գավազանակիր աղա Նաբեղա Երնջակյանի կարգալուծության որոշումն են հավանաբար խտրական մոտեցում համարել քննիչները։ Եկեղեցու կարգով ձեռնադրվել են, եկեղեցու կարգով կարգալույծ են արվել։ Ու հիմա պետությունը միջամտի եկեղեցու գործերին դա աթույլատրել է։ Թեև հրապարակված ձայնագրությունից տպավորություն է, որ նախկին Աբեղան ինքն է դիմել կարգալույծ լինելու խնդրանքով, խտրական համարելով կաթողիկոսի նշանակումը իր խոսքով Վանաձորի մի մատուռում։ Սուրբ Սարգիս մատուռն եմ նշանակվել, այս եկեղեցում իմ համար ուրիշ տեղ չկար, ես այնտեղ պիտի գնամ ծառայել։ Ինչ էլ լինի, փաստաբանները ապօրինի են համարում եկեղեցու գործերին կոպտորեն միջամտելու քննչականի գործողությունները։ Եթե խտրական վերաբերմունք են համարում օրինակ այդ հոգևորականների ներ եկեղեցական այդ հարցերը, դուք պատկերացնում եք, ստացվում է եկեղեցին այս խտրականության վայր է, որովհետև օրինակ կնոջը չի թույլատրվում դառնալ քահանա կամ եպիսկոպոս։ Սուրբ հաղորդություն չի թույլատրվում ընդունել չմկրտված անձին։ Այսինքն նույն այդ տրամաբանությամբ իրենք կարող են ասել այ խտրական վերաբերմունք է, որովհետև քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածը ասում է, որ իրավունքի անձանց իրավունքների եւ ազատությունների ինչ որ խախտումը, որը դրսևորվել է որոշակի կարգավիճակի ձեռնել, օրինակ նաեւ սեռի, օրինակ սեռով պայմանավորված։ Մենք կարծում ենք, որ սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին եւ բացահայտ անօրինական գործընթաց է։ Քննչական կոմիտեն չի մեկնաբանում, ինչ գործով են հարցաքննվում հոգևորականները։ Տեղեկություն չկա նաև այն մասին, թե ինչու մինչև հիմա քննության առարկա չի դարձել փաստը, որ ապօրինի գաղտնալսվել են հոգևորականները։ Ինչ որ մի ձայնագրություն կոչված, ինչ որ մի բան առանց այլևայլության այդ եզրույթը օգտագործեմ, սպրդում է լրատվական դաշտ, հետո տարածում է գտնում ու դրանից հետո վարույթ է նախաձեռնվում։ Փոխարեն քննչական մարմինը քննի մեր այն հաղորդումը, թե այդ գաղտնի ձայնագրությունը ինչպես է հայտնվել եւ ում իրավունքներն է խախտում, հա, դրա փոխարեն անհարկի անհանգստացնում են մեր հոգևորականներին։ Հայտնի չէ, ինչպես են այդ ձայնագրությունները հայտնվել համացանցում, եթե գաղտնալսումներ կարող են անել միայն հատուկ ծառայությունները։ Նույնիսկ ամոթել է դրան, որպես իրավաբան ես ապացույց կոչեմ։ Եթե ուզում եք գնալ մեղքերի խոստովանության, քահանաները խորհուրդ չեն տալիս։ Հնարավոր է ձեզ գաղտնալսեն։ Սա իհարկե նոր հայաստանյան անեկդոտ է միայն, առայժմ։ Լարա Արաքելյան, Լանա Համբարձումյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուշ։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։